Կրիշնուրա կարամ իմանամ։ Դու բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աղջիկ ես, ապագա դերասանուհի, կարամը որն է։ Լավ, ներեցեք տիկինինա, կարող եմ իմանալ որտեղ է ձեր ազնվազարմ որդին։ Իհարկե կարող ես, զանգի իմացի։ Չի ասում։ Ուրեմն հարմար չի գտնում։ Լուրջ։ Ես այդքան անլուրջ տպավորություն եմ թողնում։ Մեր ամուսնությունն է ոնց որ շատ անլուրջ։ Ես որպես բուտաֆորիա չեմ պատրաստվում ստեղ մնամ, ամբողջ գիշերել նստեմ Գրիշ սպասեմ։ Նախ, ես ոչ ձեր ընտանեկան հոգեբանն եմ, ոչ կարգուկանոն հաստատողը, ոչ էլ ձեր զանգերի պատասխանատուն։ Եվ երկրորդը հասուն մարդիկ են։ Եթե կարիք ունենան տուն գալու, կգան, տան դուռը կբացեն, ներս կմտնեն, կբարձրանան վերև, հանգիստ կպարկեն ու կքնեն, ինչպես բոլոր նորմալ ընտանիքներ։ Իմ ասածներն ինձ եք ասում, հա։ Ինչի քո ասածների մեջ ինչ վատ բան կա, որ նեղվում ես։ Ինչ էր ուզում։ Ընդհանրապես զրուցում էինք։ Ու քեզ թվում է ես պետք է հավատամ, որ դու սրա հետ ինչ-որ խոսալու բան ունես։ Դե իմ տանը բոլոր թեմաները արդեն քննարկել ենք, ես էլ ինչ-որ հետաքրքրություն եմ փորձում մտցնել։ Մի հատ լրջացի։ Չէ, ես շատ եմ լուրջ եղել։ Այդ լուրջ վիճակից արդեն հոգեկանս խանգարվում է։ Այսօր Լեան ու Լեոն մոտս էին։ Լեան էլի ասաց, որ չի ուզում տեսնի դրան։ Մի շարունակի։ Ինչի։ Հասկացա՞ր։ Ինչ ես անում այստեղ։ Ոնց ինչ գործ ունեն Լեո։ Իրար հետ ենք ապրում, բա ու լինեմ։ Մենք։ Քեզ ինչ եղավ Լեո։ Վատ երազ ես տեսել։ Չեմ ուզում քեզ տենամ։ Դուրս արի սենյակիցս։ Լեո։ Գնա ասում եմ։ Դուրս արի Լեա։ Լեո։ Լեո։ Հե։ Արա ինչ ես գոռում։ Սա հարևաններ լսեցին, որ երազիդ մեջ գոռում ես Լեա գնա։ Համելիչի ներքև այդ խոսալու բան կա։ Հետո։ Ասեցի հիմա իջի ներքև։ Ես էլ ասեցի հետո։ Արա դու քո ասելիքն ու անելիքը երեք արել ես ու ասել ես։ Այնպես վիճակում էր, որ ավոնա քեզ տուն բերել։ Ես տենց բան չեմ հիշում։ Դե ոնց հիշես, մեռած էիր։ Avo ինչ ես ուզում ինձնից։ Ուզում եմ իջնես ներքև, որ հետդ խոսամ։ Ապա չեմ գալիս։ Դուրը դրսից փակի։ Արա ասում եմ վեր կաց։ Չեմ ուզում ոչ մեկիդ հետ ոչ մի բան խոսամ, չես հասկանում, Դավո։ Զզվծրիր արդեն, գնա քո կյանքով ապրի։ Ոտով գլխով մտել ես իմ կյանք, ուզում ես ինչ-որ որոշումներ կայացնես։ Գնամ իմ կյանքով ապրեմ, որ դու քո կյանքը ավելի հեշտ կործանես, հա։ Հա, ապեր, այդ իմ կյանքն է։ Ինչ ուզեմ կանեմ, ոնց ուզեմ կանեմ, հանգիստ թողեք ինձ։ Եղավ ախպերս։ Բայց նայ հետո չփոշմանես սենց խոսալու համարին հետ։ Ու ուշ լինի։ Չի լինի։ Նավե։ Մի խոսա իմ հետ։ Քեզ ինչ եղավ։ Իբր չես հիշում քեզ երեք ոնց ես պահել։
Երեք եկել եմ խելոք քնել եմ, ինչ եմ արել որ։ Հա, երևի տենց խելոքել ավտոն քշել եկել ես խմած։ Մատես ավտոն չեմ քշել, ովն է քշել։ Բա որ երեք հարցրին չի չասեցիր։ Երեք դու ինձ բան ես հարցրել։ Հա, դե նենց մահացած ես երեք եկել, որ դժվար էլ հիշեիր։ Մի խոսքով Սարիկ պապան քո զանգին է, հա, սպասում զանգի։ Ահա, արդեն լուրերը հասրել ես պապայից։ Լավ եմ արել։ Քեզ քանի անգամ զգուշացրի, չլսեցիր։ Պապան։ Հա, դու հեսա տես քեզ պապան ինչ է անելու։ Հեսա տես ես քեզ ինչ եմ անելու։ Չես կարա։ Բանապերի։ Հա, պապ ջան։ Ինչ կա տղա ջան։ Բան չէ, ցավը տանեմ դու ասա։ Երեք դուր ես եղել։ Երեք տեղեկով հավաքվել էինք, մի երկու բաժակ խմեցինք։ Ինչի։ Ու խմած ավտո ես քշել։ Պապ ջան, ես խմած ավտո չեմ քշել, մեր ընկերներից մեկն է քշով եղել։ Բան Արեն ինձ ուրիշ բան ասում։ Նարեն, որովհետև առանց իմանալու խոսում է։ Բա էդ ի՞նչ տանակարության թեմաներ է եղել։ Հələ պատմի հասկանամ դու ինչերի մեջ ես։ Վատես դու ինչ ես սաղ պատմել։ Լավ եմ արել։ Լավ չես արել։ Ալո, Սարիկ։ Հա, պապ։ Արամ։ Մենակ չես ես ամբողջ գիշեր ստեղ ես նստած մնացել։ Բա ինչ անեի։ Գնայր տուն քնեիր, Արամ, ինչ պիտի անեիր։ Դե մտածեցի, որ ստեղ մնամ ավելի ճիշտ կլինի։ Մենակ չես ես, որ մտածել ես ինձ ինչ-որ վնաս պիտի տամ։ Դե չէ։ Գնա քնի, Արամ։ Բա ուր ես գնում։ Աշխատանքի։ Ուզում եմ գնամ մի քիչ ծրվեմ։ Դե արի ես քեզ կտանեմ։ Շնորհակալ եմ, բայց կարիքը չկա։ Չէ, ես կտանեմ, խնդիր չկա։ Արամ, ուզում եմ մենակ մնամ։ Աշխատանքի գնալու ամբողջ իմաստը դրանում է։ Լեա, խոսք եմ տալի, ես բան չեմ խոսա։ Ուղղակի տանեմ աշխատանքի, որ հանգիստ լինեմ։ Արամ, Լեա, թշնամիտ չեմ։ Ուղղակի ուզում եմ ուղեկցեմ քեզ, այդքան բան։ փաստորեն տարբերակ չունեմ, հա, մենակ մնալու։ Դե տպավորությունը, որ իմ ամենաարածի մեջ տողատակ ես տեսնում։ Ես տողատակեր չեմ փնտրում, Արամ։ Դուք ընդհանրապես միասին նույն հարկի տակ ապրել չգիտեք։ Հա? Դե սկսեմ նորից ամենից զրոյից սովորեցնեմ, բայց զգուշացնում եմ։ Զրոյից որ սկսեցի շատ ցավոտ լինելու։ Չէ, պապ ջան, պետք չի։ Մարդ ես, հանգարց իր անձնական սահման չմտնենք նեղվի։ Դավո, բա քնած եմ, գալիս քնիցս հանում ես երեք չի, ասում ես իջի ներքև, մի հատ էլ հարցնում ես ավոյի հետ ինչ գործ ունեմ։ Լավ անում որ հարցնում ա։ Ես պիտի հարցնեի ինքն հարցնում։ Նախ ես այդպես բան չեմ հիշում։ Որ քիչ լակեիր կհիշեիր։ Պապի։ Գրող քեզ պապի։ Անձնական տարածք։ Սրանց տեսեք։ Այդ լավ չի, սահման գծեք, որ մեկը խախտեք, կրակեք իրար վրա։ Լավ էդ լեջ։ Լեայի հետ կապված ինչ կա։ Հետո կանցնեմ ավոյին։ Պապի դուք էիք ասում, որ ձեր համար ամենակարևորը ես եմ։ Ասում էիք ամենակարևորը մեր համար դու ես, Լեո ջան։ Դու Լեան էլ ոնց հասկանում եք չեք կարա միասին լինեք, ապագա չունեք։ Ուրեմն սրանից հետո այս տանը իմ ներկայությամբ Լեայի անունը էլ չտակ։ Էդ ուր այդ ղա։ Քեզ ինչ եղավ, դու ուր ես գնում։ Գնում եմ կյանքով ապրեմ, ճիշտը էդ է։
որոշել եք ինձ գժանոց գցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ինչ շատ հարազատ մարդու համար ուզում եմ խելացի ժամացույց գնել։ Շատ լավ, եկեք ներկայացնեմ։ Կարող եմ առաջարկել Samsung Galaxy Watch 8 Classic մոդելը, որը պրեմիում դասի smart ժամացույց է, դասական դիզայնով, պտտվող բեզլով եւ AMOLED էկրանով։ Առողջության եւ մարզումների առաջադեմ մոնիտորինգով, որը հարմար է Samsung հեռախոս օգտագործողների համար։ Հենց սա էլ կվերցնեմ։ Հրաշալի ընտրություն է, համեցեք դրամարկղի մոտ։ Շնորհավոր։ Շնորհակալություն։ Լեա, Լեա, ո՞նց ես։ Ինչի հետներս կապի դուրս չես գալի, անհանգստությունից մեռանք։ իսկ ինչի համար կապի դուրս գամ։ Որ խոսենք, հասկանանք ինչ ա եղել։ Խոսելու բան չկա։ Լեա, խոսելու շատ բան կա։ Դու քեզ կողքից տեսել ես։ Կներեք, բայց ես ոչ ինձ ցանկություն ունեմ կողքից տեսնելու, ոչ էլ որևէ մեկին։ Լեա, մի հատ ուշքի արի։ Ինչ ա եղել, խոսա հասկանանք։ Ես ինձ լավ չեմ զգում։ Եկել եմ աշխատանքի, որ ցրվեմ։ Հիմա գնացեք, խնդրում եմ։ Չէ, չենք գնալու, միջև չհասկանանք ինչ ա կատարվում։ Գնալու եք։ Արդեն ջղայնանում եմ, Լեա։ Հելեն, ասում եմ գնացեք ստեղից։ Լավ բան չես անում, Լեա։ Սենց քեզ ավելի ես տանջելու։ Ես աշխատանքի եմ։ Ու հիմա իմ վրա խոսակցություն կգա։ Խնդրում եմ ստեղից գնացեք։ Երեխեք դիտմամբ եք անում, չեմ հասկանում։ Գնացեք ստեղից։
Գրիշան ամբողջ գիշեր տուն չի եկել։ Այսինքն տուն չի եկել։ Բա ինչի ինձ եք դրա մասին բան չասացիր։ Ես գիտեմ վերևն է։ Դե չէի մտածում, որ չի գա։ Զանգեցի, զանգերից չպատասխանեց։ Չնայած ինչ եմ ասում։ Եթե դու էլ դրան աման լիներ, ես էլ կարող տուն չգայի։ Դե բա իհարկե։ Ձեր տղան երևի մի հրաշք անձնավորություն է, ես էլ դև եմ։ Պիտի տուն չգա, որ դեմքս չտեսնի։ Ասում էի, չէ, դե ոչ մի բանի մասին մի խոսի։ Իմ տունն է, ոնց ուզեմ ու ինչ ուզեմ պիտի խոսեմ։ Հա, պապ ջան։ Ուր ես Գրիշո, երբ ես տուն գալու։ Ճամփին եմ գալիս եմ։ Բայց դու ոնց որ երեք պետք է տանը լինեիր։ Մի քիչ գործեր կային, պապ։ Հələ արի տուն կհասկանանք ինչ գործեր են։ Մանանը տանն է։ Այդ հարցերով իր հետ։ Ու սրանալ կզգուշացնես, որ ես տոնով չխոսամ էր հետ։ Թե չէ կշպրտեմ դուրս։ Հա, այսա տանը տարհանման սխեմաներ կկպցնեմ, որ այդ բոլոր ծեծ ու ջարդերի ժամանակ իմանանք ոնց ենք տնից փախնում։ Կարելի է։ Այս ուղղակի տրամադրությունդ բարձրացնելու համար։ Շնորհակալ եմ իհարկե, բայց ոնց որ ինձ աշխատանքի բերելը ուրիշ ընթացք է ստանում։ Չէ, ոչ մի ընթացք էլ չի ստացել։ Ուղղակի էլի եմ ասում, տրամադրությունդ բարձրացնելու համար։ Արա Մարի, հենց այս կետում վերջ տանք, լավ։ Բայց ես ինչ վատ բան եմ արել։ Ասացի վերջ ենք տալիս։ Լուրջ չեմ հասկանում ինչ եմ ես վերաբերմունքիդ արժանանում։ Խնդրում եմ դուրս արի, թող աշխատի։ Չգիտեմ ինչ ասեմ, ես շոկի մեջ եմ։ Հելեն, Լեան մեր հետ չի ուզում խոսի։ Լեան, հասկանում ես։ Երդվում ոնց որ ուրիշ մարդ լինի։ Տեսնես ինչ որ մեկը վերջապես բացատրելու է, ինչա կատարվում, ինչի են այս վիճակում։ Դավիթն ասում է Լեոին տեսնես չես ճանաչի, լրիվ ուրիշ մարդ է դարձել։ Երեք էլ սարսափելի խմած վիճակով տուն է գնացել ու նորից կռիվ է դարձել։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ախր դու պետքա տեսնեիր ցերեկը ոնց էին զանգել երկուսով ու ասում էին, որ ուզում են գնան միասին ապրեն։ Հա դավ։ Նարուր ես։ Հելենի հետ Գրիլյանում։ Դե գալիս եմ հետևիցդ։ Բան կա խոսալու։ Էլի բան է եղել։ Հա։ Հիմա ինչ։ Կամ կասեմ։ Չէ, հիմա ասա էլի։ Արեգ կամ կասեմ։ Ինչ է ասում։ Ասում է ինչ որ բան է եղել ու գալիս է հետևիցս։ Ես կգժվեմ։ Այս ինչ է կատարվում, չեն թողելու հանգիստ ապրենք։ Մանա։ Պապի խնդրում եմ, հարցեր մի տուր, ոչ մի բան մի ասա էլի։ Ոնց թե հարցեր չտամ։ Չեմ ուզում խոսեմ։ Աղջի հասա տեսնեմ ինչ է պատահել։ Պապի խնդրում եմ, էլի ինձ լավ չեմ զգում։ Ամեն ինչ իրար է խառնվել, չեմ հասկանում որտեղ եմ, ինչ պիտի անեմ, ում վրա հույսս դնել։ Ինչ արել է Թիմարը։ Խոսի աղջիկ ջան, որ հասկանամ ինչ է կատարվում։ Խնդրում եմ, հիմա դուրս արի կհանգստանամ, կխոսենք, հա։
Կանցեք ժողովուրդ ջան։ Մի խնդրանք, որ հիստերիկ ես բերում տուն, կապի նոր գնա, որ մարդկանց չվնասի կլինի, ու ընդհանրապես, որ տնից գնում ես վերադարձի մասին հիշի։ Ուրա որ մանանը։ Դուր էր։ Բանը, պապջան տաղեքի հետ մի երկու բան կար խոսալու։ Ես խոսացինք, քննարկեցինք, բան, հետո մի երկու բաժակի խմանք, ասի խմած չքշեմ, էլի տուն գամ, տես մնացին գիշերը։ Հա։ Օրինակելի ես, էլի։ Բալավ ուրա մանանը, ինչ ա եղել է։ Չգիտենք։ Դուրս ա եկե տնից, պապ։ Հա։ Դա ինչ ա եղել կխոսաս։ Այսօր առավոտից բոլորդ ոնց որ չխոսելու երթում տված լինեք։ Դա լարված ես, թե ինձ ա թվում։ Նարե, սպասի մի հատ մտքերս հավաքեմ, հեսա կխոսանք։ Դու միջև մտքերդ հավաքես։ Ինչ։ Ես էլ աշխել կգնամ։ Չէ, մի գնա, հա, սպասի հետդ խոսալու բան ունեմ։ Ինչ արեցիք, այսօր խոսացիք Լեայի հետ։ Հա, գնացինք Լեայի մոտ, բայց ոչ մի բան էլ չասեց։ Նենց էր իրան պահում, ոնց որ ընդհանրապես մեզ չի ճանաչում։ Չես պատկերացնի ինչ վիճակում էր։ Արի նստենք։ Դու կասես ինչ ա եղել, արդեն անհանգստությունից չգիտեմ ինչ անեմ։ Չգիտեմ, ուղղակի որտեղից սկսեմ այդ խնդիրը։ Լավ, սկզբից սկսի, հա։ Լավ, Նարե, դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում։ Դու գիտես, որ իմ կյանքում շատ բան ես փոխել։ Ու Լավ, դու էլ իմ կյանքն ես փոխել։ Ու ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Բայց որ դու հիմա այսքան լարված ես, ես էլ եմ անհանգստանում։ մի հատ սպասի էլի, թող խոսամ։ Կամ ուստանաս իմ մոտ։ Ձերոնք ինչի են տաղանդդ մեջդ սպանել, թե այնքան զբաղված են եղել չեն նկատել ոնց է մեծ դերասանը մեջդ մեռնում։ Չես գիժ խոսում աղջի։ Չէ, ուղղակի շատ կապված ես թատրոնի հետ, ոնց պտտվում թատրոն ես գալիս։ Ապա որ մենակ թատրոնում կարանք տենամ քեզ ուր եթանք։ Դե լավ է, էլի շահող դուրս եկար, որովհետև քո դեպքում այդ թատրոնն էլ չկա էլի, որ հասկանանք քեզ ոնց փնտրենք, որտեղ գտնենք։ Մանան ջան, գնացի տունը չգցա, չգա հետևիցդ։ Ընկի առաջ գնում ենք։ Իսկ աղա հարցն է ինձ հարմար է հիմա տուն գալ թե չէ։ Ինչ շատ է հետաքրքիր քեզ հարմար է թե չէ, հել ասում եմ։ Լավ հասկացա ինչ տակտիկա ես վարում։ Դու ես առաջինը հարցակվում, որ ես չհարցակվեմ, չէ՞ իմ հարցերով։ Ուր էիր։ Գործերով։ Հա դե մոռացել էի, որ դու նախարար ես կամ տենց լուրջ բիզնեսմեն։ Գործերդ այնքան շատ են, որ ցերեկները չի հերիքում, գիշերներն ես չէ օգտագործում։ Հա լավ ինչ ես վրա լեզվի տալի, հանգստացի։ Ուր ես եղել։ Հələ մի քանի շաբաթ է ամուսնացած ենք, դու արդեն ինձ հերիք չի գիշերները մենակ ես թողում, մի հատ էլ չես բարեհաճում զանգերիս պատասխանես։ Հա հեռախոսով գրպանս չեմ ֆռում, միտը գցած ա եղել չեմ տեսելի։ Իսկ այդ ինչ կարևոր գործով էիր զբաղված, որ հեռախոսդ քեզ խանգարում էր։ Վանա ջան, բայց հանգստացի ցավը տանեմ ինչ ա եղել։ Լսի այնքան թքած ունես իմ վրա, որ չես ասում, որ եթե այսքան զանգում ա, կարող է ինչ-որ բանի կարիք ունի, պատասխանեմ։ Կարող է մենակ անտեր ու դուս թողել եմ, տնեցիքիս հետ ես եղել, որ մի բան պետք է լիներ կանային էլի մարդիկ։ Վերջին անգամ եմ հարցնում։ Ուր ես եղել ու ում հետ ես եղել։ Ու եթե հիմա պատասխանդ ինձ չբավարարեց, ես հետ տուն չեմ գալու։ Արդեն ներվ ես ուտում, դու գիտես։
Խայտարակ, ես իջացրու, պապին կտեսնի։ Թքացում եմ, ով կտեսնի։ Աննորմալ, ես իջացրու, ասում եմ։ Մենակ չասես, որ չէի սպասում ես պային։ Չէ, Դավ, ինչ ես խոսում։ Ցանկացած աղջիկով սիրած տղա ունի, այս պահին սպասում է։ Ուղղակի հենց պահը գալիս է, լարվում է, հուզվում է։ Ու հիմա իմ մոտ այդ պահն է։ Ու ուզում եմ այս պահը վայելեմ։ Նայինար, ես պատրաստ եմ 2 օր էլ սենց պահեմ ես մատանին։ Դու վայելի։ Բայց մենակ խնդրում եմ վերջում չասես, չէ, Դավ ջան, համաձայն չեմ ուզում քո կինը դառնալ։ Այս հիմա նշանակում է, որ դու համաձայն ես։ Դե ուրիշ տարբերակ չէր կարա լինել։ Նարեկ, խոստումներ տալը իմը չի, որովհետև ես սիրում եմ գործով ապացուցեմ զգացմունքները, իմ պարտավորությունները։ Դրա համար հավատա ես գործով կապացուցեմ այդ ամեն ինչը։ Դավ, սիրո մեջ պարտավորություններ չկան։ Չէ, սիրո մեջ էլ կան, ընտանիքում էլ կան, հարաբերություններում էլ կան։ Այ սիրող տղան պարտավոր ամեն ինչ անի, որ իր սիրած աղջիկը երջանիկ լինի։ Այդ ամենակարևոր պարտավորությունն է։ Այ եթե բոլոր տղաները քո նման մտածեին, ոչ մի աղջիկ դժբախտ չէր լինի։ Այս դեպքում արի քո հետ չհամաձայնվեմ։ Այ Լեան ինչ արեց աղբորս հետ։ Դավ, Լեայի քայլը անհասկանալի է, ու ես վստահ եմ, որ ինչ-որ լուրջ պատճառ է ունեցել, որ այդ քայլին է գնացել։ Այ որ ես Լեայի հետ հանդիպեմ, խոսեմ, արդեն շատ բան բարձ կլինի։ Լավ, չեմ ուզում հիմա խոսամ Լեայի մասին։ Արի մեր մասին խոսանք այսօր մենակ։ Լավ։ Ուղղակի ես ուզում եմ հավատամ, որ իրանք միասին են լինելու։ Լավ, արի գնանք պապի մոտ։ Ուզում եմ պապին էլ իմանա այս ամեն ինչի մասին։ Ուրախացնենք պիծուն։ Ինչի ինքը չգիտի սրա մասին։ Դե որոշմանս մասին չգիտի, բայց մատանին ինքն է ինձ տվել։ Այս իմ տատիկի մատանին է, մանուշակ տատիկի։ Զգացվեց, որ հնություն է, ինչը ես շատ եմ սիրում։ Այս մատանին շատ կարևոր մատանի է եղել մեր տան համար։ Ու ես շատ ուրախ եմ, որ այս մատանին քո մատին է լինել։ Հուսամ, որ ես պատվով կկրեմ։ Արա ջան, վա ոնց չասես։ Տպավորություն է, որ այս տեղը հատուկ իմ համար է սարքված։ Լրիվ հրաշք այ ախպեր։ Վաղուց չենք հանդիպել։ Խառնեի ցավը տանեմ, ես շատ խառնեի, ահա խառնեի դրա համար։ Երևի հիմա էլ ես խառը, եթե ինձ հիշել ես։ Հա, մերձավորս, միտքս է խառը։ Անարդարության զգացումը ինձ հանգիստ չի տալի։ Քո հանդեպ են անարդար վարվել։ Մտամ թե չգիտես, հա, կինս ու աներձակս ինչ արեցին։ Հյութա քամիչի մեջ արունս քամեցին, մզեցին։ Տես քաղցրալուն տղա եմ, դրանք էլ քաղցր արյան կարոտ, ինչքան կարեցան արունս վերցրեցին ու մի կողմ քաշվեցին։ Ավո դու հասցրել էիր դրան։ Ցավը տանեմ, արի մի հատ հստակեցնենք, հա։ Հիմա դու իմ կողմից ես, թե դրանց։ Քո, դու ասա ինձանից ինչ է պահանջվում։ Այ ջան, ցավդ էլ տանեմ, արա դե դուրս գալիս է էլի, դուրս գալիս է, որ սենց մի անգամից անցում ենք անում դեպի գործը։ Այս վերջին անգամ լուրջ խնդիրների մեջ ընկանք Հոնանի հետ։ Հա, գիտեմ, բայց այս անգամ պետք է ամեն ինչ շատ սիրով, շատ զգոն անենք, զգուշ։ Նախ իմանամ ինչ գործի մասին է խոսքը։ Մենք կարում ենք նորից Հունանին թալանենք, հա։ Ես չեմ կարա այսքան ապրածից, այսքան տառապանքից հետո գրպաններս դատարկ հետ գնամ, այդ իմը չի։ Արա ամեն ինչ, որ նորից անենք նույնը։ Ու դու իմացի, ես քեզ կվարձատրեմ, վարձատրելուց գիտես, որ աղա եմ։ Ահա շատ բարդ բան ես ասում, բայց գիտես, անհնարին ոչ մի բան չկա։ Ես գիտեի,
Ես գիտեի, որ դու ինձ նեղության մեջ չես թողի։ Ես գիտեի, որ նեղության մեջ ես դու ես ինձ ձեռք մեկնելու։ Հալալա քեզ։ Հաց կեր։ Դե կարող եմ քիչ ուշ քաշենք։ Դու հանգիստ չնչի, ինգերս։ Ես դրա կարիքը չունեմ։ Հարված հալալ է քեզ ինգեր, երեքվանից հետո պետք է որ չկարողանայի շարժվել։ Դե արունս մեջս երրում է։ Պետքա հանեմ, չէ՞ մեջիցս այդ սաղ։ Թե չէ կմեռնեմ, կսպանեմ ինձ։ Բայց դու երեքից էլ չափեցի դու ես գնում։ Այն Արնախում Հունանի մոտ եմ գնաց, Սարիկ։ Լեային էլ տեսա։ Պարզվեց մի բան։ Հա։ Ու ինչ։ Էլ Լեանունով մարդ չկան կողքը։ Սկտրուկ։ Հա, ու էլ հարց չտաս իրա վերաբերյալ։ Լավ, ոնց ասես։ Երեք գնացել հասել եմ հորս մորս գերեզմանին, թե ոնց եմ ընդեղ ասել չեմ հիշում։ Ու պատկերացնում ես, հորա զանգել եմ այդ ավոյին կանչել ընդեղ։ Հոպարիկ։ Լավ էլի Սարիկ, ինքը ինձ ինչ հոպար։ Այդ ինչ կարգի ներն ես տղա, որ զանգել ես հոպարիկ։ Դու հաշվի առեմ փաստը, որ երեք այնքան մեռած էի, որ չեմ էլ հասկանում, չեմ էլ հիշում ոնց եմ զանգել, ոնց եմ կարացել դրա համարը հավաքեմ։ Սենց օյախ գլխով իսկի չեմ կարա հիշեմ համարը։ Բայց տունն էլ չեմ հիշում ոնց եմ գնաց ախր։ Բայց Դավոն ու պապին ասում են, որ այդ Ավոն այնց տուն տարել։ Սո, դու երենց սպարվեց։ Հա, մի քիչ հանգստանամ։ Ինչ կարամ։ Ինչն է կոնկրետ հետաքրքիր։ Լավ է Սարամ։ Հա։ Իսկ ուշադրություն դարձրել ես ոնց ես խոսում։ Ուշքդ վրադ պահի։ Լեայց ինչ կա։ Լեան աշխատանքի է։ Լավ է։ Արագ է վերականգնվում։ Բայց դու շարունակի հետևել իրեն։ Ձայց ունեն, թույլ տուր սայից հետո Լեայի մասին ինֆորմացիա չտամ։ Չէ, դու իրոք այսօր վատ ես ոնց որ արամ։ Իրականում չեմ ուզում ասեմ, բայց դու իմ հրամանները կատարելու համար գումար ես ստանում։ Եթե պետքա կհրաժարվեմ այդ գումարից։ Ես ինչ նոր մոտեցում արամ։ Ինչ որ բան է փոխվել։ Ինձ պետք չի, որ Լեան իմ մասին վատը մտածի։ Մտածի, որ մակունստերի կամակատարն եմ։ Ու իրան ամենտեղ հետևում եմ։ Ինչա ձեզ ինֆորմացիա տամ։ Ու այս ցանկությանդ ինչ նպատակ է հետապնդում։ Արդեն ասացի, չեմ ուզում Լեանի իմ մասին սխալ կարծիք կազմի։ Հաստորեն որոշել ես առիթից օգտվես ու քո տեղն ունենաս Լեայի կողքին։ Ոչ։ Ես չեմ խանգարի։ Էլ։ Ահա։ Ինչ ահա, քնար ոնց որ։ Ինգերես մենակ ես ընկերակցողի դերում եմ։ Սարիկ վեր կացելի։ Դու որ ինչապ խմեիր երեք, ինչ էր լինելու վերջը, դերև վապշա չէիր կարողանա ապրեիր, հա։ Բնիշ ես քիչ եմ խմել, հելել եմ տուն մեռածի պես քնել եմ։